Լուսարատին շարունակվում է, մինչև դուք ուշքի եք գալիս երեկվա թոհուբոհից հետո հաշվարկում եք, թե հաջորդ ամսվա առաջին տոկոսը Steve Jobs-ի արտադրանքի գնաց ապառիկրով վերսիան երբ եք փակելու, ինչքան պետք է փակեք ու առհասարակ ինչքան ծախսվեցիք երեք։ Մենք խոսել ենք շատ կարևոր թույն թեմայի շուրջ։ Առաջին անգամ չենք ընդունում մեզ մոտ այս մարդկանց, բայց ամենաֆանտաստիկային է, որ մեր իրականության մեջ մենք ունենք հնարավորություն խոսելու ոչ միայն դրա մասին, որ վայ ինչ լավ է ռեստորաններ են բացվում, վայ ինչ լավ է, չգիտեմ, շրջաններ են բացվում, կա ավելի կարևոր թեմաներ, եւ հայտնի են համահայկական Innovate Armenia մրցույթի հաղթողները։ Հիմա կասեք սա ինչ է, որ մնաք մեզ հետ կիմանաք 15 րոպե։ Արդեն երկրորդ տարին անցկացվող մրցույթին մասնակցելու համար այս անգամ դիմել էր գրեթե 200 հայ նորարար, ներկայացնելով ամենատարբեր նախագծերը։ Ինչպիսի նախագծեր կային եւ ովքեր են հաղթողները կպատմեն մեր հյուրերը։ Իսկ մեր հյուրերն են TCF համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը, բարի լույս։ Բարի լույս։ Աստրոնավտ կրթական լաբորատորիա ջոգիր կրթականն էլ ասեցի անգլերեն, լաբորատորիայի ներկայացուցիչ Արմեն Դարփինյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Լույս առավոտին։ Շատ լավ։ Ֆանտաստիկ նորություն ասեցիք ձեր բալիկի ծննդյան տարեդարձն է այսօր, շնորհավորենք դրան, կարծում եմ նա հիմա դասի է դժվար թե մեզ նայ, երեխեքը ընդհանրապես TV չեն նայում, շնորհավորում ենք։ Լավագույն մաղթանքներ։ Այո, այսօր դուք լեզու եք գտնում հազարավոր երեխաների հետ, հեշտությամբ եք գտնում լեզու ձեր երեխաների հետ։ Չէ, ամենաբարդ գործը իմ կյանքի հենց լեզու գտնել սեփական երեխաների հետ։ Բայց այդքան երեխաները չփվելու արդյունքում շատ բան ավելի սովորում ես, չէ՞ իրականում։ Նրանք են քեզ սովորացնում ավելի շատ։ Այո, ամենաշատը հիմա սովորում եմ իրականում երեխաներից, որովհետև լրիվ ուրիշ սերունդ է, շատ նոր սերունդ է ու մի քիչ էլ վախով եմ վերաբերվում, եթե նրանք մտնեն աշխատաշուկա, ինչ է մեզ սպասում։ Իրականում շատերը օրինակ ասում են, չէ՞, մենք վախենում ենք, վայ, եթե հիմա այս սերունդը մտնի ու դառնան ատամնաբույժներ, կվախենանք գնանք իրանց մոտ, վայ, եթե այս ուղղությամբ իրան գնանք, կվախենանք գնանք իրանց մոտ, բայց իմ կարծիքով ավելի համարձակ ու ավելի խելացի սերունդ է հիմա։ Դե զուգահեռ տեխնոլոգիաներն են զարգանում, իրենց ուղեկցելու են արդեն տեխնոլոգիաները եւ իհարկե ավելի շատ հնարավորություն են տալու իրենց աշխատանքի մեջ։ Դրա համար չէ վախենալու չի այդ մասը։ Innovate Armenia մրցույթը արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է։ Ինչն է փոխվել այս ընթացքում գաղափարների, որակի եւ մասնակցության ակտիվության տեսանկյունից։ Այս տարի տեսնելով նախորդ տարվա հետաքրքիր անցուդարձը եւ հաղթողներին, այս տարի մեզ միացավ Helvetas շվեյցարական հիմնադրամը, ռեեկոնոմի ծրագրի շրջանակներում իրենք ոնց որ էլ ավելի 50%-ով ավելի մեծացրեցին ծրագրի իմպակտը, այսպես ասած, եւ այսինքն համաֆինանսավորեցին եւ մենք կարողացանք իրականացնել էլ ավելի ազդեցիկ ծրագիր։ Եթե մենք անցյալ տարի չունեինք ինկուբացիայի փուլ եւ չունեինք bootcamp-ի փուլ, այս տարի մենք կարողացանք նաեւ 200 դիմաց մասնակիցներից 70-ի հետ կազմակերպել այդպես փուլային անցումային ծրագիր կրթական, որը հնարավորություն տվեց լավ նախապատրաստվել, զարգացնել իրենց գաղափարները, կրթվել, առնվազն 1 քայլ կամ 2-3 քայլ ոմանք առաջ գնացին իրենց մեկնարկային փուլից։ Եվ մենք կարծում ենք, որ բացի այս 3 նախաձեռնությունից նրանցից շատերը չեն կանգնի այդ ձեռքբերումների վրա եւ առաջ կգնան։ Ինկուբացիայի փուլին մասնակցեց 70 թիմ կամ անհատ եւ 70-ից 25-ը ընտրվեցին bootcamp-ի փուլ։ Bootcamp-ում էլ շատ ակտիվ։ Հարեն համար սեղմ եք ինչ փուլերի մաս, այդ ինչ այրանից ներկայացնում փուլը։ Ինկուբացիայի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու այլ ֆիզիկական նորարարություն արտադրողների հետ, ինժեներների հետ, մարքետոլոգների հետ, ֆինանսիստների հետ, իրավաբանների հետ եւ հասկանալու ինչպես ճիշտ պրոդուկտի ցիկլը կառուցել, այսինքն ինչպես գաղափարից դեպի շուկա պրոդուկտը տանել, որոնք են այն ամենաճիշտ փուլերը, որոնցով պետք է պրոդուկտի զարգացումը անցնի, ինչն է պետք հաշվի առնել, ինչ է պետք անել դրա համար, հա, գիտելիք ու փորձ ձեռք բերեցին, միմյանց հետ շփվեցին, անգամ եղան համագործակցություններ, hardware ինժեներներ այնտեղ կային եւ 6-ից 10 առնվազն համագործակցություն է եղել, որպիսի այդ ինժեներները օգնեն իրենց պրոդուկտների տեխնոլոգիական կտորը կազմակերպելու մեջ։ Շատ հետաքրքիր միջավայր էր, լի շփումով, կապերով, ձեռքբերումներով եւ մենք իրենց հետադարձ կապից Արմեն էլ շուտով կփաստի կարծում եմ հետադարձ կապից հասկացանք, որ շատ մեծ օգուտ են ստացել մասնակիցները, ահավոր ոգևորված ենք այդ փաստով ու bootcamp-ում փորձեցինք էլ ավելի ինտենսիվ կրկնել
ծրագիր է եւ արդեն ավելացնել մենթորություն, այսինքն ամեն օր իրենց հետ աշխատել են մենթորներ, որոնք անհատական արդեն աշխատել են թիմերի հետ ու հարցերի են պատասխանել, ուղղորդել են, խորհուրդներ են տվել ու մենք արդյունքում ունեցանք 25 հրաշալի ներկայացում պրեզենտացիա այդ պրոդուկտների, որոնցից ժյուրին չգիտեր ոնց ընտրություն աներ, որտեղ առնվազն 10 արժանի էին մրցանակների, 3 թիմ ընտրեցինք եւ հիմնական մրցանակները իրենց տրվեցին, բայց այնքան ողջևորված էինք, որ որոշեցինք բոլոր 25 թիմերին հնարավորություն տալ pre-launch հարթակում իրենց պրոդուկտների շուկայի համապատասխանությունը ստուգել եւ որոշեցինք այս process-ը մինչեւ տարեվերջ ամեն ամիս այսպես հավաքներով տանել, որպեսզի բոլոր մարդիկ, ովքեր ուզում են իրենց պրոդուկտը զարգացնել, կարողանան այդ հնարավորությունը ունենալ։ Այսինքն մենք արեցինք շատ ավելին, քան նախատեսված էր, ոգեշնչված իրենց արդյունքներով ու աճով։ Ֆանտաստիկ աճ էր։ Այսինքն եռյակն է հաղթողների, հա, լինում։ Այո, եռյակը հաղթեց, նրանք ստացան $22,500 համարժեք մրցանակներ, որը ծախսվելու է պրոտոտիպ ստեղծելու, շուկա տանելու այդ հիմնական կազմակերպման վրա եւ շուկայի վավերականությունը ստուգելու գործընթացի վրա։ Բայց բացի դրանից մենք նաեւ բոլորին տվեցինք մրցանակներ, դրանք իհարկե $22,500 համարժեք չեն, բայց էլի շատ մեծ աջակցություն է, որպեսզի իրենք կարողանան իրենց պրոդուկտներն էլ առաջ տանել։ Ու այսօր ձեր եթերում այսպես բան ունեմ հայտնելու, որ նոր ենք այդ որոշումը կայացրել, անգամ մասնակիցները դրա մասին տեղյակ չեն։ Մենք նոր բաներ։ Եվ մենք որոշեցինք նաև խթանել 2 կին մասնակիցների, մեկը Արմատ կրթական լաբորատորիայի կարճախբյուրի թիմի ղեկավարն էր, այսինքն դպրոցական աղջիկ երեխաների հետ հիմնականում իրենք հուդի էին ստեղծել, որը հանգստացնում է եւ աղմուկից իզոլացիա է անում, եւ մենք որոշել ենք նաեւ այդ պրոյեկտին աջակցել ու իրենք այդ մասին երևի հիմա նոր կիմանան այս եթերից ու նաև մեկ այլ մասնակից էլ ունեինք, որ ով մեղրամոմից էկոլոգիական փաթեթավորման պրոդուկտներ էր ստեղծել, որոնք օրինակ ասենք կանաչին փաթաթում ես դրա մեջ եւ պահում շատ ավելի երկար է սպանում։ Ցանկացած պրոդուկտ հնարավոր է այդ փաթեթավորմամբ օգտագործել, բազմակի օգտագործման է, լվացվում է ու էլի օգտագործվում է։ Մի հրաշք շատ օգտակար պրոդուկտ է եւ որոշեցինք իրեն էլ աջակցել ու իրենց այսօր կտեղեկացնենք այդ մասին։ Աջակցել, այսինքն հնարավորություն եք տալու։ Այո, հնարավորություն ենք տալու, մարքեթինգային բյուջե ենք տալու, իրենց օգնելու ենք, օրինակ տվյալ կնոջը օգնելու ենք էլեկտրոնային RF3 հարթակ ենք իր համար ստեղծելու եւ փորձելու ենք աջակցել տանել միջազգային շուկա այդ պրոդուկտը։ Մյուս խմբին օգնելու ենք վավերականացնել արդյոք այդ հուդի կարիքը կա առհասարակ աշխարհում, ովքեր են դա գնելու, քանիսով են գնելու, որ երկրներում են գնելու, որպեսզի իրենք պատկերացնեն շատ լավ, որ ինչպես մեկնարկել, հա, ինչպես անել դա թե չանել, արդյոք կա ռեալ սպառում լինելու է, թե չի լինելու, այդ շուկայի վավերականություն ենք անելու, էլի, այսպես ասած։ Վաու։ Պարոն Դարփինյան, այսօր աշխարհում նորարարությունը հաճախ կապվում է արհեստական բանականության, կենսատեխնոլոգիայի կամ կանաչ էներգիայի հետ։ Հայկական նախագծերը արդյոք շարժվում են նույն ուղղություններով, ըստ ձեզ։ Տեսեք, մենք Innovate Armenia մրցույթին մասնակցել ենք կրթական պրոդուկտով։ Մենք նախագծում ենք տպասալիկներ, պլատաներ երեխաների եւ պատանիների համար, որպեսզի նրանք իրենց ձեռքերով հավաքեն այդ պլատաները, հա, զգան իրենց ձեռքերով ստեղծելու բերկրանքը ու զուգահեռ կրթական նյութերը ուսումնասիրելով այդպես ծանոթանան հարդվերի հետ, հա, էլեկտրոնիկայի հետ, որպեսզի իրանք ապագայում կարողանան շատ սերտ կապեր ունենան արդեն իսկ փոքրուց հարդվերի սարքաշինության հետ, որովհետև շատ կարևոր է սոֆթվերը, հա, այս դարում պրոդուկտները ոչ միայն սոֆթվերը չեն, նաև շատ կարևոր է հարդվերը եւ իրենց միակցությունը, հա, որտեղ եւ նաև միանում է AI-ը, հա, արհեստական բանականությունը։ Այսինքն մեր պրոդուկտը այդ շղթայի, այդ բաղկացուցիչ մասերի մի բաղկացուցիչ մասն է հանդիսանում։ Այդ առումով ինքը շատ կարևոր է այդ փոքր տարիքից արդեն սարքաշինության հարդվերի հետ ծանոթանան։
Մեծ դիմաց մասնակիցներից 200-ից երևի այտենց մի 15-20%-ը հենց կանաչ էներգետիկա, կանաչ ստարտափեր, կանաչ ուղղությաններ ուղղված, այսինքն դրանք ջերմատներ էին, էկոլոգիապես ինչ որ էկո աշխատող բաներ էին, դրանք նաև սոցիալական խնդիրներ լուծող պրոդուկտներ էին, սկսած անվասայլակից, տեսողական խնդիրներ ունեցողներից շատ հետաքրքիր գաղափարներ կային։ Իսկ Արմենի համար ուզում եմ ասել, որ իրենք համար նորություն ունեն։ Չէ, իրենց չենք ասել թեև, բայց ֆանտաստիկ էր իրենց աճը եւ Արմենը շատ մեծ ջանքեր էր գործադրել։ Մենք վերջում այնպեսի մի պրեզենտացիա ստացանք, ասես տիեզերական, այսինքն պատկերացրեք այդ պրոդուկտը պատկերացրեցինք ինչքան երեխաներ կարող են կրթվել դրանով, ինչքան երեխաների մոտ կարող է զարգանալ եւ հենց այս տիեզերական մեծ մտածողություն ձևավորվել ապագա ինժեներներ ստեղծելու մեկնարկի համար մի հրաշալի պրոդուկտ են իրենք նախագծում։ Բայց այդ պրոդուկտները մեծամասնություն ես կարծում եմ ցավոք սրտի հագնում են դեպի դուրս, որովհետև այնտեղ ավելի մեծ է հնարավորությունները այս կամ այն ընկերությունները հետաքրքրված լինեն այդ պրոդուկտներով, կյանք կտան այդ պրոդուկտներին։ Ինչու ցավոք սրտի բարեբախտաբար ես կասեի, իհարկե, որովհետև ոչ թե գնում են այլ ընկերությունների, ազդեցությունը կունենա լինելով ինքը օրինակ Բրիտանիայում։ Դա ամենակարևոր ամենամեծ ազդեցություններից է իրականում, երբ որ մենք ունենալով Հայաստանում արտադրություն կարողանանք ոնց որ պատկերացրեք iPhone-ը արտադրվում է Չինաստանում, դիզայնը արված Կալիֆոռնիայում, բայց ամբողջ աշխարհը iPhone-ը օգտագործում, այդ սա գումարները գնում են Apple-ին։ Հիմա մենք էլ ենք ուզում այդ նույն ճանապարհը կրկնել մեր հայ արտադրողների համար, այսինքն ուզում ենք խթանել նորարարությունները, որ արտադրվեն Հայաստանում, բայց վաճառվեն 8 միլիարդանոց շուկայում աշխարհի, ոչ թե 1 միլիոնանոց հայկական շուկայում։ Այդ 200 հոգու մեջ քանիսն էին Երևանից, որ մարզերից կա, ինչ որ հաշվարկ ունենք։ Այո, քանի որ ունենք մրցույթը համահայկական էր, մենք մրցույթի մասին տեղեկացրել էինք համայն հայությանը, թե Ռուսաստանն էինք թիրախավորել հայերին, թե Ամերիկա, տարբեր երկրներ եւ Հայաստանը բոլոր մարզերով։ Եվ պոլիտեխնիկի հետ ունենալով համագործակցություն մենք բոլոր տեղերում ֆիզիկական ներկայացումներ էինք արել, Կապանի մասնաճյուղում, Գյումրի, Վանաձոր մասնաճյուղերում ունեինք այնտեղ բոլոր տեղերից ունեցել ենք դիմումներ ու հենց Գեղարքունիքի մասից նոր որ ես Կարմատի մասին ասացի, Գեղարքունիքի մարզի Կարճախբյուր համայնքից էին ներկայացել։ Այո, մոտ 30%-ը մարզերից էին, իսկ հաղթողների մեջ մենք Հոլանդիայից ունեինք սփյուռքահայ մասնակից, ով Հոլանդիայից հատուկ եկել էր Երևան, մասնակցել էր ինկուբացիայի փուլին, բուտքեմփի փուլին, հաղթեց եւ վերադարձավ Հոլանդիա։ Թույն, ցավոք սրտի մեր հնարավորությունները ժամային շատ սուղ են ու վերջում ասեն շատ կարճ է հնարավոր է։ Դե ինչպես նշեցիք Պետրովային արդեն դուք կնքեցիք պոլիտեխնիկի հետ պայմանագիր համագործակցության, ինչպես նաեւ նկատում ենք որ մարզերից եւ ամբողջ աշխարհից առասարակ դիմողները շատ են մեր հայրենակիցները, արդյոք պոլիտեխնիկի կողքին հայտնվեն այլ համալսարաններ եւ արդյոք կա TCF-ի մոտ պլաններ, ծրագրեր հենց TCF-ը գնա դեպի մարզեր, թե կարիքը չկա, միևնույնն է բոլորը ներգրավում են լինելով Երևան։ Կարիքը չկա, որտեղ մենք միջազգային շուկաներ ենք ուղղորդում, այսինքն հիմա հեռավոր հնարավորությունները շատ են, մարզեր գնալու կարիք չկա, բայց մարզերին տեղեկացնելու հնարավորությունների մասին անպայման կա կարիք, եւ դա մենք մշտապես անում ենք, որպեսզի մարզերից էլ դիմեն եւ չմտածեն միայն Երևանն է դա վերաբերվում ու այսպես կենտրոնացած ամեն ինչ։ Պոլիտեխնիկի հետ համագործակցությունը շարունակական է լինելու, առնվազն 3 տարով ունենք կոնտրակտ եւ պոլիտեխնիկը լինելով այնպիսի բուհ, որը հենց ինժեներներ պատրաստելու, ոչ միայն ինժեներներ, բայց հատկապես ինժեներներ պատրաստելու համար է նախագծված ու ֆանտաստիկ հնարավորություններ ունի։ Մենք ապշածային այդ բաց համագործակցության պատրաստակամությունից, ճկունությունից ֆանտաստիկ համագործակցություն ենք սկսել իրենց հետ եւ ինչ ենք անելու, մենք փորձել ենք կրթական ծրագրերել մուտք գործել, շուկայի տրենդերի մասին իրենց պատմել եւ միգուցե դիպլոմային ավարտական աշխատանքներից ոչ թե միգուցե, այլ ընտրվելու է 3 աշխատանք, որոնց գաղափարները մենք վալիդացնելու ենք մեր պլատֆորմայով prelaunch.com հարթակով եւ լավագույն պրոդուկտներին տանելու ենք միջազգային շուկաներ։ Այնպես որ սպասեք առաջիկա տարիներին պոլիտեխնիկից համաշխարհային բրենդեր են դուրս գալու հաստատ։ Մեծ իրոք սպասենք ձեզ մենյություր եւ արդեն կքննարկենք այդ բրենդները, կլսենք թե ինչ ահռելի մեծ ներդրում գալիս դեպի Հայաստանի Հանրապետություն ու գիտեք ձեր շնորհիվ է նաեւ ու շատ այլ կառույցների շնորհիվ տարբեր ոլորտներում մենք փաստում ենք մի բան որ ունենք շատ տաղանդավոր ֆանտաստիկ սերունդ ու հենց նրանց ձեռքերում է մեր ապագան։ Շնորհակալ ենք շատ մեր հյուրերն էին TCF համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը եւ Սրանատ կրթական լաբորատորիա ներկայացուցիչ Արմենը Դարփինյան։ Շնորհակալ ենք շատ։
Ինքն շնորհակալ։ Ձեզ լավ օր, իսկ մենք շարունակում ենք, ունենք կրկին հյուրեր, նրանք արդեն մեզ սպասում են, ովքեր են եւ ինչից կխոսանք, հիմնարկ վարքյան դրանց մնացեք մեզ հետ։